So before we did the basic of how to do the tapping. Այսպիսով մենք արդեն ծանոթացանք ներածական մասին, թե ինչպես պիտի իրականացնել թեփինգը։ And there is a sentence we use when we do the tapping. Մենք թեփինգի ժամանակ նաև կարող ենք որոշակի նախադասություններ օգտագործել։ And you have to find it in your Armenian translations. Հայերեն թարգմանված տարբերակում դուք կարող եք տեսնել այդ նախադասությունները։ So it is beginning like this. Բայց դա հայերենը չի։ Even though I have this problem or I feel like this, Այս սրանք հուշումներ են, որ նույնիսկ եթե այսպես ենք մեզ զգում, ապա կարող ենք։ So there is a specific sentence and I want you to read it because we have to learn it by heart. Սրանք նախադասություններն են, որ կուզենք մենք որպեսզի սովորեք եւ անգիր սովորեք իրականում, որովհետեւ սա մշտապես ձեզ պետք է լինելու։ Starting from the beginning, right? Yes, even though մտածեք խնդրի մասին եւ գնահատեք ձեր ներողություն։ I'm sorry, could you read the English version that I can find the Armenian one? I think it's here. Սկսենք շարունակաբար։ Even though I have Oh, okay. Okay. Չնայած ես ունեմ, սա երկրորդ կետով է սկսվում, չնայած ես ունեմ այս խնդիրը միգուցե, այնտեղ նշված է, ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ All right. So the first part of the sentence, Նախադասության առաջին հատվածը, we use this specific way of saying the sentence. Սա իրականում շատ սպეციფიկ է եւ մենք հենց նույնությամբ էլ օգտագործում ենք։ Even though I am angry, Չնայած ես ունեմ բարկություն, or even though I have this pain in my stomach, կամ չնայած ես ստամոքսում ցավ ունեմ, or even though I'm so tired, կամ չնայած ես ունեմ հոգնածություն, you identify the problem. Դուք գտնում եք խնդիրը, Then the second part of the sentence, այնուհետև երկրորդ հատվածը նախադասության, you say, I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ Շա վերջացնում եք նախադասությունը այս արտահայտությամբ։ The way our mind has to include what happened to me or what I'm feeling, Իմ ուղեղը թե ինչպես է ընկալում, թե ինչ է տեղի ունենում ինձ հետ, այն ձևը, is for myself to accept this is the way I feel. դա այն է, որ նախ եւ առաջ պիտի ընդունենք, թե մենք ինչ ենք զգում, ինչ զգացողություն ունենք։ I deeply and completely accept myself. Ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ Or I deeply and completely love myself. Կամ ես խորապես եւ լիովին սիրում եմ ինձ։ So it is a little bit like the sentences from Hawaii. Սա իրականում շատ նման է այն նախադասությունները, որը դուք ներկայացրել եք I forgive you. I thank you. Ես շնորհակալ եմ ձեզ։ So whenever you do tapping, Երբ էլ որ դուք այդ մեթոդը թեփինգի իրականացնեք, and if I should get into some kind of emotion, եւ եթե ես այստեղ որոշակի էմոցիա հույզ եմ զգում, maybe I can tap into my stress. միգուցե այս պարագայում ես հենց ստրեսն եմ թփթփացնում, I would say, even though I feel very stressed, եւ ասում եմ, եթե նույնիսկ չնայած ես ունեմ ստրես, I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ Even though I really feel the stress in my body, Չնայած ես իմ մարմնում ունեմ ստրես, I already get my sigh. ես արդեն ոնց հոգոց եմ հանում, այսինքն I հանգստանում։ deeply and completely accept myself. Ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ I feel a lot of stress. Ես շատ ստրես եմ զգում, The stress is everywhere in my mind. ստրեսը իմ մտքում ամենուր է, I feel stress in my heart.
Ես իմ սրտում եմ ստրեսը զգում, I feel stress in my stomach. իմ ստամոքսում եմ զգում ստրեսը, Even though I feel all this stress, չնայած ես ունեմ այս ամբողջ ստրեսը, I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ I feel a lot of stress, Ես շատ ստրես եմ զգում, and I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ And that continues with my fingers. Այնուհետև շարունակում ենք նույն ձևով մատներին, այդպես անելով անընդհատ կրկնում ենք։ So this is attaching my mind Սա կարծես թե հպվելն է, դիպչելն է մեր մտքերին to my nervous system. եւ մեր նյարդային համակարգին։ If tapping is too much, Եթե թեփինգը շատ է, այսինքն հպումները շատ են, even though I feel the stress, այս ձևով ենք շարունակում, նույն նախադասությունը կրկնելով չնայած ես ստրես եմ զգում, I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ I just do it with my finger joints. Նույնը անում ենք մեր մատների հոդերի հետ։ But this, as you have experienced, is very powerful. Բայց առաջի տարբերակը, երբ մենք տպտպացնում ենք գլխուին, աչքերին եւ այլն, դա բավականին զորեղ է։ And when you activate the serotonin Երբ եթե դուք ակտիվացնում եք սերատոնինը, and you get into this feeling, եթե այդ զգացողություն ունեք ոչ հաճելի, any negative feeling, ցանկացած բացասական զգացողություն, after 10 minutes, 10 րոպեից հետո you stop feeling it դուք այլևս դա չեք զգա, because your amygdala is getting influenced by serotonin. որովհետև ձեր ամիգդալան արդեն բաց է թողել այդ ամենը։ And at the same time, Եվ you նույն ժամանակ include I love myself. ներառում եք նաև ես սիրում եմ ինձ, ինքս ինձ նախադասությունը։ Because loving yourself is important for you to love somebody else. Որովհետև շատ կարևոր է սիրեք ինքներդ ձեզ, որպեսզի կարողանաք սիրեք մեկ ուրիշին։ Accepting yourself takes away shame. Իրականում ձեզ ընդունելը դա առաջնային քայլն է։ And you can say, even though I have all this trauma in me, Անընդհատ կրկնելով եւ տպտպացնելով, որ չնայած ես ունեմ տրավմա, I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ And you can be very specific, even though I feel the fear of being raped. Եվ սա իրականում շատ սպეციფიկ է, նույնիսկ եթե դուք վախենում եք, որ տրավմայի հետևանքով եղած, այսինքն կարող է կրկնվել, I feel the shame in my body. օրինակ բռնաբարության օրինակով, երբ ես ամոթ եմ զգում ամբողջ իմ մարմնով, I deeply and completely accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ So now we will do, you tap yourself. Հիմա դուք ինքներդ ձեզ եք թպտպացնելու այդ տեխնիկան կիրառելու։ It's like a little meditation. Կարծես թե դա փոքրիկ մեդիտացիա է մեզ համար։ You don't have to speak the words out loud, Դուք պետք չէ որ այդ բառերը բարձրաձայն արտաբերեք, but you activate a feeling that you have, Պարզապես դուք ակտիվացնում եք այն բացասական զգացողությունը, որ դուք ունեք ձեր գլխում, and then you do 1 or 2 tapping rounds. եւ դուք սկսում եք անել այս թեփինգային process-ները 1-2 շրջանով։ Okay? Բարձր, Then we see what happens. տեսնենք ինչ կլինի։ If you get a sigh in your breath, Եթե դուք հոգոց եք հանում արդեն, ոնց որ հասնում եք դրան, that shows some effect. դա արդեն նշանակում է, որ որոշակի էֆեկտ արդեն կա։ Okay? So Որոշակի we'll see what արդյունքներ happens. արդեն կա։ Սկսենք անել, տեսնենք ինչ է լինելու։ In your own time, you activate the emotion, Դուք ինքներդ ձեր մեջ արտնացնում եք այդ էմոցիան and then you say the sentences. եւ կրկնում եք անընդհատ այդ նախադասությունը։ Okay? So Passes. please get The setting. started. You can also whisper if it's easier. Դուք կարող եք նաև շշնջալ ինքներդ ձեզ, եթե ձեզ դա ավելի թեթև է ձեզ համար։
Så elsker og accepterer mig selv. Okay. It's I can feel the mirror neurons. Mirror neurons. Ես հայլային նեյրոններ կարծես թե ունեմ, զգում եմ։ So any questions right now? Հարցեր ունեք հիմա։ Can you turn off the sound from the phones? Խնդրում ենք ձայները անջատել հեռախոսների։ Should this technique be useful only with traumas or stress, or it should be also used just to relax? Yes. So you can say, even though I am calm, Դուք կարող եք այդ տեխնիկան կիրառելով ասել նույնիսկ եթե ես հոգնած եմ, accept myself. Can you turn off the sound? խնդրում ենք ձայնը անջատել։ Is it possible? I don't know. Okay. So it can be used like havening, I am a good mother. Havening-ի տեխնիկայի նման, երբ havening էինք անում եւ ասում ենք օրինակ ես լավ մայր եմ, նույնը կարող եք ցանկացած նախադասության փոխարինել tapping-ի ժամանակ, ասելով նույնիսկ եթե ես հոգնած եմ եւ շարունակությունը դուք արդեն ինքներդ տալ։ All we want is for our window of tolerance Այն ամենը ինչ մենք ցանկանում ենք սրանով անել, դա մեր հանդուրժողականության պատուհանը to increase մեծացնելն է and for our amygdala to go down. եւ որ մեր ամիգդալան հանգիստ վիճակում լինի։ So I can live one more day. I can live one more day Ես մեկ օր եւս կարող եմ օրինակ ունենալ with some kind of life quality. Ես կարող եմ ունենալ լավ որակյալ կյանքով ապրելու համար օրինակ։ If you experience the trauma, Եթե դուք տրավմա ունեք, you are overwhelmed with
anger or fear or sadness. Դուք իրականում ոնց որ գեր ծանրաբեռնված եք այնպիսի զգացողություններով, ինչպիսիք են օրինակ տխրությունը, անհանգստությունը եւ վախերը, Then there is a trauma sequence. սա հենց տրավմայի ոնց որ հաջորդականությունը, շղթան է։ So you can look in your papers. Կարող եք It ձեր is explained. շրջապատի նյութերում նայել։ So we will do the trauma sequence. Կան վերջացնի։ Կասեմ։ We will do the trauma sequence. Մենք հիմա այդ շրջանառությունն ենք անելու, հերթականությունը։ On this page, it's shown. Հաջորդ էջում դուք կարող եք դա տեսնել, թերթիկների այս էջում այս մասում կարող եք դա տեսնել։ Can you see the page here? Here. 6-րդ էջը ձեր տպագիր նյութերի կարող եք տեսնել, որտեղ գրված է տրավմայի հաջորդականություն։ Shall we take? You can see. Վերցրեք։ So there are fewer points to tap. Իրականում մի քանի կետ էլ այստեղ կա, որ կարող ենք այդ թեփինգը դրանցով նաև անել, այդ մասերի հետ կապած անել։ And then we have the 9 gamut. It's just a word procedure. Այնուհետև մենք ունենք գործընթաց, որը հենց այդպես է կոչվում է 9 գամութի գործընթաց։ Okay. So when you feel the emotions are overwhelming, Եթե տեսնում ենք, որ մեր հույզերը չափից շատ են, what we do first is tap the karate chop point. Առաջինը, որ մենք անում ենք, դա այս ձեռքի հատվածները թփթփացնելն է մեկը մյուսին։ We call it karate because it's like whoa, whoa. Դա կարատեի էֆեկտն է, որովհետև մենք ոնց Karate որ point. ուժեղ ենք դա անում, կարծես թե նմանակում ենք այդ շարժումներին։ So everybody together we tap the karate point. Մենք բոլորս միասին հիմա դա անենք, փորձարկենք մեր վրա։ And then we do like this. Այնուհետև շրջանաձև շարժումներ ավշային կետերի։ Then we go not on the top but to the eyebrow. Այնուհետև մենք ունենք ոչ թե գլխի գագաթային հատվածը թփթփացնել, այլ հոնքի այդ աչքի ներսի հատվածը, ոսկորը, Under the eye. աչքի տակը։ Then we go under our arm. Այնուհետև ձեռքերի տակը, թևերի տակը, Take a deep breath. հորը շունչ ենք քաշում, And then we do the new bit այնուհետև կրկին շարունակում ենք։ while we are tapping on the gamut point. Երբ մենք թփթփացնում ենք գամութ կետը, So we close our eyes, մենք մեր աչքերը փակում ենք, we open our eyes, բացում ենք, we look down to one side նայում ենք մի կողմ աչքերով, and straight ahead. այնուհետև ուղիղ, We look down to the other side եւ ներքև ենք նայում փակառակ կողմ, and straight ahead. կրկին ուղիղ նայում ենք, We roll our eyes twice to one side. մենք մեր աչքերն ենք պտտեցնում մի կողմ One, two, the other side. եւ հակառակ կողմն ենք մեկ պտուտ եւս կատարում One, roll your eyes. Two. աչքերով, We are humming some tunes. մենք որոշակի ոնց որ And everybody has to do it together with me. մենք կարծես թե որոշակի մեղեդի ենք մեկս մյուսը ոնց որ հնարում եւ երգում ենք բոլորս միասին։ Do 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 do. Everybody. Բոլորս այս մեղեդի Everybody just ignore Annie. Do 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 do. Do 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 do. Okay. Then we count to 5. Այնուհետև գալիս ենք արդեն 5-րդին 1, 2, 1, ու հաշվում ենք Two, մինչև 5-ը 1 three, 2 four, 3 4 5. We hum again. Do 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 do. նորից ենք մեղեդին հնչեցնում Yes. Okay. We tap the inner eyebrow. կրկին հոնքի հատվածը ոսկորն ենք հոնքի մոտի թփթփացնում Under the eye, աչքի տակը under your arm. թևի տակը կողոսկրը Take a deep breath. խորը շունչ ենք քաշում Okay. So this is the trauma sequence. սա կոչվում է տրավմայի հաջորդականություն
So when I work with clients, Երբ ես աշխատում եմ հաճախորդների հետ, we work with the normal procedure, մենք աշխատում ենք նորմալ հաջորդականությամբ, գործընթացով ենք ընթանում, and if they get in touch with their emotions, եւ երբ արդեն հասնում ենք էմոցիաներին, I do the trauma sequence. մենք կատարում ենք այս գործողությունը տրավմայի One time. հաջորդականության մեկ անգամ։ And then go back to the normal procedure. Այնուհետև նորից անցում ենք կատարում նորմալ process-ին, And I suggest that we can do a video ես առաջարկում եմ, որ մենք վիդեո նկարահանենք and put on the e-learning platform եւ տեղադրենք էլեկտրոնային հարթակում, so you can see that we are doing it. որպեսզի բոլորը տեսնեն, որ մենք դա անում ենք, Okay, as a part of the training. որպես տրեյնինգի մի մաս։ Because now we have to stop with the tapping technique Այս պահին մենք դադարում ենք այլևս թեփինգի տեխնիկան։ Can you talk outside? Can you talk outside or something? Because it's really, I'm sorry. Okay. Yeah, I get really confused. Okay, so we want to stop with the tapping technique, but I want to ask if there is any questions right now. Այսպիսով մինչ ավարտել այս տեխնիկան հարցեր եթե ունեք, խնդրում ենք բարձրաձայնել։ Դուք եք ձեր։ Is tapping useful for with the ones that they can't sleep with sleepiness? Yes, yes. You say, Այո։ Կա։ even though I have this sleeping problem, Թեփինգը կիրառելով ասում ենք չնայած ես ունեմ անքնության խնդիր, անքնության կապված խնդիրներ, I deeply love, accept myself. ես խորապես եւ լիովին ընդունում եմ ինձ։ Այսինքն ամեն ինչ ինչ որ ուզում եք, դուք արդեն այդտեղ կարողանում եք տեղադրել։ You can take any problem at all, Ցանկացած խնդիր այս նախադասության մեջ կարող եք տեղադրել, այսինքն even if I cannot cook a meal. եթե ես նույնիսկ չեմ կարողանում լավ պատրաստել, We want to bring the stress out of everything. մենք ուզում ենք ստրեսը ամեն պարագայում, ամեն հարցում իջացնել։ Յուրաքանչյուր խնդրի դեպքում։ Okay. Հարցը։ Okay. So, Չլսեցի բարձր կասեք։ Այս մեթոդը is this method is based on Chinese method. it is on the meridian points, Chinese medicine. Այո, սա չինական բժշկությունից եկող մերիդիան Like- պրոբաներից է գալիս, Acupressure, acupuncture. ասեղնաբուժությունից։ But it is developed by an American doctor. Բայց այն զարգացել է, ստեղ առաջ է մղվել ամերիկացի բժշկի կողմից։ In Chinese medicine there is yin yang. Yes. So while using this method, applying this method, it is said that they should work from both sides in order to be Yes. for balancing yin yang. Yes. So it is important that you do what you know is right, Շատ կարևոր է որ անեք հենց նա, որը դուք գտնում եք դա է ճիշտը։ because if I ask you, if I tell you it doesn't matter, but you think it matters, Որովհետև եթե նույնիսկ ես ասեմ, դուք կարող է դա չընդունեք, բայց եթե դուք վստահ եք, որ դա է աշխատող մեթոդը, դա է have ճիշտը, to- դուք կարող եք դա։ you have to listen to yourself. Դուք պիտի ինքներդ ձեզ լսեք։ But they have made a lot of research Բայց մենք շատ հետազոտություններ ենք անցկացրել, to see the difference if it's yin yang both sides. հասկանալու համար արդյոք ին-յանը այդ երկու կողմերում With tapping, it doesn't matter. որքան կարող է այդ դրա վրա ազդել, բայց ամեն դեպքում հասկացել ենք, որ չի ազդում թեփինգի այս մեթոդի հետ դեպքում դա ամենևին էլ այդքան էլ սերտ կապվածություն չունի։ But if you know Chinese medicine and you really
have experienced, it matters. Բայց եթե դուք գիտեք չինական այդ մեթոդներ, չինական բժշկության մեջ եք խորացել եւ վստահ եք, որ դա այդպես է, You have to work with that. միանշանակ այդ ձևով է շարունակեք աշխատել, դուք այդպես է պիտի անեք։ So everything I say, Այն ամենը ինչ ես ասում եմ, you can always say it can be done in a maybe better way. դուք կարող եք ասել, որ դա այդ ամենը կարելի է անել, բայց շատ ավելի լավ տարբերակով։ And I agree. Ես միանշանակ համաձայն եմ դրա հետ։ So the things that I'm teaching on the reset training Այն ամենը, որ ես reset training-ի շրջանակներում սովորեցնում եմ ձեզ, is made simple enough, դա բավականին պարզեցված տարբերակով ենք մատուցում, but it is still very truthful, բայց բավականին վստահելի է so everybody can be and work with it. եւ բոլորը կարող են հանգիստ օգտագործել։ Because I know specialists, they will teach themselves a lot, Ես գիտեմ, որ մասնագետները շատ այլ մասնագետներ եւս կարող են շատ բաներ մատուցել, but we want to reach out to people who can learn these things. բայց մենք ուզում ենք հասարակ մարդիկ եւս, ոչ թե միայն մասնագետները, կարողանան կիրառել եւ օգտագործել այս մեթոդները։ Without having to go to university. Առանց հաճախելու բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ համալսարաններ։ So I agree with you. Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ։ Okay. Yes? And according to, in case of anger, and in respect of the occupational Occupational occupation, therapy? no, let me, acupuncture Yes. method, with which points should be used, should be applied Usually, let me see. in case of anger. Usually, the anger points, I'm not trained in medicine, in Chinese medicine, but I know that there are anger points. I think this is the anger point. Իրականում ես չեմ խորացել չինական բժշկության մեջ, բայց ես գիտեմ, որ բարկության համար պատասխանատու կետեր կան, կողոսկրերն են հիմնականում But you can Google it. հատվածները, բայց Google-ով ավելի հստակ կարող եք դա գտնել։ Մի վարքյան խնդրում եմ։ Դեղապարկը չեմ հիշում։ Let me. Չէ, կապ չունեմ։ Galston, okay. She knows that anger points really affects to the appearance of gallstone. Gallstone? Gallstone. Yes, gallstone. Yes. Ինչ հարցը ձեր որն էր That- ներկայացում։ Դա Ահա։ Ինչպես կարող ենք how it can be used how it can be prevented. Aha, okay. All right. So one question is, if one of your organs have been affected and you have sickness in your organs, Հարցը կայանում է նրանով, որ եթե օրինակ ինչ-որ տենց խնդրի պատճառով կոնկրետ օրգանն է վնասվում, օրինակ, կամ խնդիր առաջանում է տվյալ օրգանի հետ, so the first thing you have to check it out with a medical doctor. միանշանակ նախ եւ առաջ պետք է բժշկի դիմել այս հարցով, Because if you have a sickness and you need treatment, you need to see a doctor. որովհետեւ նման դեպքում իրականում բժիշկը լավագույնս կարող է խորհուրդ տալ ինչ անել, որովհետեւ եթե նշան կա, որ խնդիր կա, օրգանի հետ կապված, միանշանակ պիտի արդեն բժշկի դիմել։ But all medical conditions are getting worse if you are stressed.
Բայց ամեն դեպքում ցանկացած բուժում, բժշկական միջամտություն իրականում էֆեկտիվ չի, անէֆեկտիվ է, եթե ստրեսը կա։ So this cannot, I don't know if it can cure gallbladder problems. Վստահ չենք, որ կարող ենք այս ձևով իրականում ինչ որ ձևով կանխարգելող դառնալ քարերի առաջացմանը կոնկրետ լեղապարկի, But if you reduce cortisol, your body will heal better. բայց ամեն դեպքում երբ կորտիզոլը իջեցնենք, միանշանակ մարմինը ավելի լավ իրեն կզգա եւ ավելի լավ կկարողանա դրսեւորել։ Okay. And of course, the internet is filled with information about this technique. Այս տեխնիկայի մասին բազում տեղեկատվություն կա ինտերնետում, ինտերնետը լի է նման տեղեկատվություններով։ And you can look into all the informations and all the instruction videos. Դուք կարող եք ինքներդ էլ լավ ուսումնասիրել նման վիդեոների, այդ տեխնիկաներին վերաբերող վիդեոներով, լավ ուսումնասիրություններ ինքներդ կարող եք կատարել։ And when you get some experience, you have to upload videos to the e-learning platform. Իսկ եթե դուք որոշակի փորձառություն ունեք արդեն կոնկրետ որևէ մեթոդով աշխատելու, այդ պարագայում շատ լավ կլինի, որ ձեր այդ մեթոդները կամ ձեր աշխատանքը կարողանաք նկարահանել եւ ներբեռնեք մեր հարթակում։ Okay. Միջինում քանի սրանցը նմանատիպ հեյմինգի կամ տեխնիկայի որպեսզի պացիենտները իրեն Լավ զգա։ In average, how many sessions for these techniques, both havening and tapping, is needed for the patients to feel better? Yes. We know there is a list of techniques you can use. Մենք գիտենք, որ շատ են տեխնիկաները իրականում, որոնք կարող ենք օգտագործել։ Havening and tapping has evidence for relieving trauma, bringing down trauma. Եվ taping-ը դրանք հենց տրավման ոնց որ հեռացնելու միջոցներն են, որպես տեխնիկայի միջոցներն են։ We do not use the word cure. Մենք այս դեպքում բուժել բառը չենք օգտագործում։ So we talk about bringing the trauma down. Մենք ընդհանրապես խոսում ենք տրավման նվազեցնելու, այդ պահին տրավման նվազեցնելու մասին։ But for 10 years I've been working with trauma. Եվ 10 տարի շարունակ երբ ես աշխատում եմ անընդհատ տրավմաների հետ, And I've seen people like this եւ տեսնում եմ թե մարդիկ ինչպես են կծկված գալիս, to get a life where they can live. եւ այնուհետեւ այդ սեանսից հետո ոնց որ այդ տեխնիկաների կիրառումից հետո իրանք ավելի լավ են կյանքի սկսում նայել։ The emotional pain of what happened to them Այն էմոցիոնալ ցավը, որ ունեն նրանք, is going down. իջնում է։ So they can live today without too much pain. Նրանք արդեն կարող են ապրել ոչ այդքան շատ ցավով։ But her question was in average, how many sessions do they need to pass? How many Okay. sessions? Say it again. like it. In what? How many sessions? Do How they many need- times Yes. do this they need to repeat this technique? Well, sometimes when you work with trauma, you can work with a basic trauma. Երբեմն երբ դուք աշխատում եք, դուք հենց ոնց որ հիմքի բազայի հիմքի վրա եք աշխատում, այսինքն սկզբնաղբյուրի վրա եք աշխատում։ Some children, some adults, when they get in contact with the basic trauma, Երբ որոշ մեծահասակներ, որ կրկին առնչվում են այդ ոնց որ խնդրի սկզբնաղբյուրի հետ, and that is detached and dissolved, դա միանգամից կարա հանգիստ առանձնանա եւ խնդիրը լուծվի այդ ձևով, all the traumas that have come on top of them իսկ այնուհետև բոլոր մյուս տրավմաները, որ դրա վրա են ոնց որ կուտակվել կառուցել, also disappears. դա էլ է վերանում։ But other times you don't know what it is, so we work with one trauma at a time. Բայց այլ տարբերակով դուք կարող եք չգիտեք իրականում սկզբնաղբյուրը որն է, դուք աշխատում եք վերևից եկող տրավմաներին, այսինքն կուտակված 20 sessions, 30 sessions. մոտ 20 նմանատիպ սեսիաներ կարող եք կրկնվել մինչև հասնեք սկզբնաղբյուրին։ So I've been working with my own traumas for 10 years. Ես իմ սեփական տրավմաների հետ 10 տարի աշխատել եմ,
and I still have trauma, բայց մինչ հիմա եւս ունեմ տրավմաներ։ you know. So, Ես ընդհանրապես ճիշտ եմ հասկանում, որ ստացվում այս տեխնիկական գիտելիքները մեզ պետք են, որ կարողանանք այդ պահին տրավմա նվազեցնենք, որից հետո մեր համար տված բացվի ավելի հոգին աշխատանքի։ Այսինքն սա կարծես թե ձին առաջնային օգնություն է իրեն այդ պահին այդ տրավմատիկ այս վիճակից հանելու համար։ She wants to know whether she understood everything in a correct way. These techniques, the usage of these trainings are in urgent situations. So while working with them at the first line, to just break down and make trauma goes down, and then another sphere, another space for cure and for understanding what's going on with the person will be opened for them. So it's like first aid techniques. yes, it can be used like first aid technique, Այո, դա կարող է լինել որպես ոնց որ շտապ օգնության ոնց որ նման But many առաջին times- օգնություն որպես կարա լինի։ yes, yes. So, you know, somebody is biking and then they fall over. Օրինակ, եթե ինչ-որ մեկը հեծանվի է քշում եւ պատահաբար You call the ambulance դուք and then you start doing havening Եվ նա սկսում է ոնց որ havening-ի process-ը այդ ձևով։ while waiting for the ambulance Բայց միևնույն ժամանակ սպասում եք որ բժիշկ կգա։ because it will prevent the traumatic experience to go into Դա hippocampus. կարող է այդ պարագայում դուք կարող եք կանխարգել եք որ տրավմատիկ process-ը հասնի հիպոկամպուս։ But Հիշողություն։ many times Հասկացա ինչ եք ասում։ Իջեցնում եք։ Հասկացա։ Աշխատել մյուս խնդիրը։ Okay. This is the case. For instance, let me describe in a case. So if a person has a problem, a number of problems, խնդրում ենք հեռախոսի ձայները անջատենք, որ լսենք։ A person came to them and has a number of problems, and his trauma is really high. But before starting to understand what's happening and how they can be useful for him, first they need to make this trauma go down, and this is like first aid for them to bring down this trauma. Yes. Then to understand Yes. how can they what Help. other problems they Yes, have, yes. more deep problems they Yes, have, yes. and to go deep into curing them. yes. If a person is activated on an emotion, Եթե ակտիվ է you have to էմոցիաները, help the emotion to go down before you can talk. պետք է իրականում այո ստիպել որ էմոցիաները ոնց որ նվազեն, որպեսզի կարողանաք հետը խոսել։ Yes. Yes. Հա, փաստացի կարող եք դա անել։ And you know, from now until July, Հուլիսին երբ մենք վերադառնանք, մինչև հուլիս, you can test the hypothesis many times. այդ հիպոթեզը կարող եք մի փորձել And when we see each other in 2 months, եւ երբ մենք հանդիպենք 2 ամսից, you tell me what is working. How does it work? դուք արդեն կարող եք կիսվել ձեր փորձով, ասել ինչն էր աշխատում, ինչը ոչ։ Խնդրում ենք, եթե հնարավոր է ձայները իջեցնել կամ անջատել, որպեսզի չխանգարի։ If you try the different things, then you see how does it work. Եթե նույնիսկ այլ տարբերակներ, այլ մեթոդներ փորձեք, արդեն կարող եք համադրել, համեմատության մեջ եւ տեսնել, որն է օգնում, որն է ավելի օգտակար լինում։ With these techniques, you cannot do any harm. Այս տեխնիկաների միջոցով որևէ վնաս չեք կարող պատճառել։
the worst thing that can happen is nothing happens. Ամենավատ բանը, որ կարող է պատահել, դա ոչինչ կատարվելն է, ոչինչ չպատահելն է։ So after, I just need to see what time it is. Okay, 10 minutes so to- after the lunch, we will talk about doing training. Լանչից հետո մենք կխոսենք դասընթաց անելու մասին, And we will talk about teaching each other. մենք կխոսենք մեկը մյուսին սովորեցնելու մասին, And we will talk about doing it in an imperfect way. եւ մենք խոսելու ենք, որ դուք այդ սովորեցնելու process-ը ոչ կատարյալ ձևով եք անելու։ Many times we don't want to teach about anything if we are not perfect. Երբեմն մենք խուսափում ենք սովորեցնել, որտեղ մենք կարծում ենք, որ մենք կատարյալ չենք, So we do nothing. եւ այդ պարագայում մենք ոչինչ չենք անում, But we have to do something because when we practice, we become better. բայց մենք պիտի սկսենք անել, որովհետեւ երբ մենք գործնական ենք այդ ամենը կիրառում, մենք ավելի ենք ինքներս մեզ կատարելագործում։ So yesterday you got some. 1 second. Yesterday you got the teaching training. Երեք մենք տվել ենք ձեզ նաև ձեռագիր նյութ Some of you left before you got it, so now you can get it. Մինչ գնալը կարող եք եւս ով չունի կարող է վերցնել, սա սովորեցնելու մասին է հենց։ More, yeah, she got some more. Can you divide it? You have 5. You can send it. Փոխանցեք, մեկը մյուսին փոխանցեք, վերցրեք եւ փոխանցեք։ Okay. Yes. I'm going to reach down. You got already? Yes. Yesterday you got already. You got already yesterday? No? Can you tell them that if they took it yesterday, it's not a new one, they got it yesterday. Եթե երեք վերցրել եք, դա նույնն է, իրականում ոչ մի ուրիշ փաստաթուղթ չէ, հենց երեկվանն է, ուղղակի պարզապես ով չունի չի վերցրել երեք, կարող է վերցնել։ Իսկ ով ունի կարող է փոխանցել մյուսին։ Down here. I think you got it yesterday. You think? Երեք ձեզ արդեն բաժանվել էր այս նյութը։ Okay. Եվ հանձնարարվել էր, որ տանը ընթերցեք։ Գերազանցիկ կա։ Ինչպես։ They need to go through QR slide, QR No. code. But not It's right like- now. Not for now, okay. No, because first I'm Հիմա not անհրաժեշտ finished չէ, yet. հենց ասեն արդեն In փոխեն 5 minutes. կաշխատեք։ It's gone out of my Okay. thingy, so I have to borrow yours. Yeah, sure. So if you look on the last page, Եթե նայեք վերջին edge, it's the last page, last page, վերջին edge-ը խնդրում եմ նայեք, last page, վերջին edge-ը բացեք։ Չէ, դա չի, երեկվա նյութն է, այ մի հատ նայեմ։ Այս սա է, սրա վերջին edge-ը բացեք, այս սա է ոնց որ է։ Ոյ, այս սա է։ there are no more left. Չունեն գիտեք ոնց։ There are no more left. Okay. Okay. Պահեք իրար մոտ արդեն կտեսնեք։ Հետո ուղարկվելու է ձեզ, նյութերը կուղարկվի։ Չէ, չկա դրա համար չեն կարող։ All right. I will just start. Սկսենք After the lunch, լանչից հետո we are going to talk about
Մենք խոսելու ենք, If you are new and you want to share information, եթե դուք նոր եք պատրաստվում որևէ տեղեկատվություն կիսել այլ մասնագետների հետ, նոր սովորեցնող եք, we only expect that you try, մենք միայն ակնկալում ենք, որ դուք փորձեք, սկսեք փորձել։ it does not have to be perfect. Դա պարտադիր չէ, որ լինի իդեալական, So if you only know something about 25%, օրինակ, եթե ինչ-որ բանին տիրապետում եք, ինչ-որ նյութի տիրապետում եք ընդհանրապես 25%-ով, for instance, if I want to talk about heart disease, օրինակ, եթե ես ուզեմ խոսել սրտի խնդիրների հետ կապված, սրտի հիվանդություններից, I don't know so much about heart ես disease, այդքան շատ բան չգիտեմ դրա մասին, but I want to share my knowledge. բայց ուզում եմ կիսել իմ գիտելիքը, And if I talk to people who know more than me, եւ երբ ես խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր ինձանից շատ գիտեն դրա մասին, they start criticizing me, նրանք կսկսեն ինձ քննադատել, then I say nothing. եւ այս պարագայում ես այլևս ոչինչ չեմ ասի։ But then how will I become better? Բայց այլ մյուս կողմից ինչպես ես ավելի ինքս ինձ կատարելագործեմ։ So in the beginning, I want people to tell me, it's very good, you tell us that we have a heart. Սկզբում մարդիկ այն ինչ ուզում ենք անեք, որ դուք ասեք, որ այո, շատ լավ է, որ դուք ունեք ոնց որ սիրտ։ Maybe they think, Օրինակի վրա։ of course, she should know that. Միգուցե շատերը ասեն, բնականաբար դուք դրա մասին պիտի իմանայիք վաղուց, But they don't criticize me. բայց նրանք չեն քննադատի ինձ, And I also know that my heart is pumping blood. եւ գիտեմ, որ նաեւ իմ սիրտը արյուն է մղում։ And that is also something that people say, that's good information. Միգուցե կլինեն մարդիկ, որ կասեն դա բավականին լավ ինֆորմացիա է, որ տվեցիք մեզ։ Then, if I become a specialist of the heart, Այնուհետև երբ ես մասնագիտանամ արդեն դրանում, then the feedback is on a specialist level. այդ պարագայում արդեն հետադարձ կապը, հետադարձ ասելիքը դա մասնագիտական է, մասնագետների մակարդակում է իրականացվում։ So, after lunch, you will be asked to share information. Լանչից հետո կխնդրենք որոշակի տեղեկատվություն կիսել ձեզանից յուրաքանչյուրի ինչ-որ թեմայով։ And you will get a feedback handout. Այնուհետև հետադարձ կապ տալու, հետադարձ հայացք նետելու այդ սովորույթը ոնց որ կփորձենք ձևավորել։ And the feedback you will get is not critique, Ֆիդբեքը, հետադարձ կապը դա քննադատություն չէ, but it is acknowledging that you are trying to share the new information. Դա ընդհանրապես այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում նոր ինֆորմացիան փոխանցել։ It does not have to be perfect Դա կատարյալ պարտադիր չէ, որ լինի կատարյալ, because we are at the beginner level որովհետև մենք սկզբնական սովորողի մակարդակում ենք գտնվում, where just trying to say something is already hard enough. երբ մենք փորձում ենք ինչ-որ բան ասել, փոխանցել, դա արդեն իսկ բավականին կարող է դժվար լինել, And the only way to become better at teaching եւ միակ տարբերակը ավելի լավ դասավանդելու, ուսուցանելու, is if we practice. երբ մենք դա կիրառում ենք, But I don't want to practice if you tell me I'm not good enough. բայց այս պարագայում ես չեմ ուզում, որ կիրառությունը լինի այնպես, գործնական աշխատանքը, որ դուք ասեք, ես այդքան էլ լավ չեմ, այսինքն դուք հրաժարվեք դա անել, պիտի փորձել առաջի քայլը անել։ So, when we are beginners, we get feedback to acknowledge that we are trying. Մենք որպես սկսնակներ պետք է կարողանանք ինֆորմացիան կիսել եւ դրա մասով հետադարձ կապ ունենալ։ And then when we are specialists, we get feedback where we are told details how we can change. Իսկ երբ արդեն դառնանք մենք արդեն մասնագետներ, մասնագիտացված մակարդակում արդեն պիտի խորանանք մանրամասների վրա եւ որպեսզի հասկանանք փոքր խնդիրները, նրբությունները, ինչպես աշխատենք դրանց վրա եւ ինչպես դրանք փոխենք։ And in this afternoon, you have to choose something to share.
Եվ այս կեսօրին դուք պետք է ընտրեք ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղեկատվություն կիսելու համար, that we have talked about these 3 days. օրինակ, որ խոսել ենք այդ 3 օրերի ընթացքում, You will get some time to prepare 3 or 4 minutes of teaching. դուք 3-4 րոպե ժամանակ ձեզ կտրամադրվի, որպեսզի այդ դրա մասին սովորեցնելուն պատրաստվեք, And then everybody 2 and 2. եւ այնուհետեւ ձեզ այն յուրաքանչյուրը կրկին երկուական, If Anush, you and me, we are together, օրինակ ես ու Անիշը, մենք Անուշը կարող ենք լինել միասին, you բայց can stand. ձեր անունը Անուշ չէ։ And Anush, Anush. you choose a topic to share. Դուք կընտրեք մի թեմա, որը կուզեք որ կիսել մեզ հետ։ I will videotape you. Ես կնկարեմ ձեզ վիդեոյով։ You can show things from the goodie bag. Դուք կարող եք նաև ձեր պարկերը, եթե ձեզ հետ ունեք, այնտեղից որոշակի իրեր օգտագործել, ցույց տալ դրանց մասին պատմել, Or tell what have you learned? One thing you learned this week. կամ օրինակ ներկայացնեք այս 3 օրերի ընթացքում ինչ եք սովորել, ինչ նոր բան եք ստացել։ 2, 3, 4, 5 minutes. 3, 4 մինչև 5 րոպե օրինակ, And then I will give you some, I stop the video այնուհետև ես կանգնեցնեմ նկարահանումը and I will give you some feedback. եւ ես արդեն որոշակի feedback կտամ ձեզ, այսինքն հետադարձ կապով And then we swap and I will teach and you will film me. այնուհետև տեղերով կփոխվենք, դուք կնկարեք ինձ, And then Nils will teach us to upload everything. So we will have 60 videos this afternoon. այնուհետև Նիասը կսովորեցնի, թե ինչպես ներբեռնել այդ վիդեոները նկարահանված հարթակում եւ այսօր կեսօրին մենք պետք է ունենանք 60 վիդեո ներբեռնված։ Okay? And if you don't know what to do, you can always just say, I want to teach how to do the tapping. Օրինակ դուք կարող եք ցույց տալ այս տեխնիկաները, որ սովորել եք, մի քանի հատված, թե ինչպես եք սովորել, նույնը կարող եք անել եւ նկարահանել։ We want to change the world, Մենք ուզում ենք աշխարհ, եթե ուզում ենք աշխարհը փոխել, then we have to open our mouths and speak. այսպիսով մենք պետք է բացենք մեր բերանները եւ խոսենք։ Okay? So, we have lunch now, Այսպիսով մենք արդեն լանչի ժամ է մեզ մոտ, and we will meet again կհանդիպենք at 1:35. 1:35։ Woo, woo!